Աստված ձեզ պահապան։ Մենք պետք է Տիրոջ ճանապարհը հասկանանք, Տիրոջ կարգ ու կանոնները, դրվածքները, երբ որ Տերը մարդու կանչում է, Տերը չի կանչում, որ քաոսային մի հատ խառնված կյանքի գնանք, այլ դասավորված, հերթականությամբ կարգավորված կարգ ու կանոնով ճանապարհի մեջ գնանք։ Դրա համար երբ որ Տերը սկզբից սկսեց ավետարանի քարոզությունը, նաև ոչ թե միայն Տերը, Տիրոջից առաջ նաև Հովհաննես Մկրտիչը, հետո Տերը ուղարկեց իր աշակերտներին, ինչ հիմք դրեց Տերը, հիշում եք։ Սկզբնական հիմքը, որ Տերը դնում էր, ո՞րն էր։ Իհարկե Տերը եկեղեցու հիմքն է, բայց իր ճանապարհի համար, որ ինքը իրանով ժողովուրդ ստեղծի, ոնց ասած, իր ժողովուրդը կարգավորի, ինչ հիմք դրեց։ Ուշադրություն դարձրեք, Տերը ասաց, ապաշխարեցեք, որտեղ երկինքի թագավորությունը մոտեցել է, կամ երկինքի արքայությունը մոտեցել է։ Ուրիշ ավետարանում ասում Աստծո արքայությունը, Աստծո թագավորությունը մոտեցել է։ Այսինքն այդ սկզբից Տերը ապաշխարության մղեց, ոչ թե խնդրում էր Տերը, այլ դա Տիրոջ հրամանն էր, Տիրոջ որոշումն էր, որ մարդը պետք է ապաշխարությունով դառնա Տիրոջը, բայց ո՞ր Տիրոջը։ Հովհաննես Մկրտիչը, երբ որ քարոզում էր, հարցնում էր ով ես, հիշեցնում էր ինքը եւ հետագայում նորից Տեր Հիսուսը հիշեցրեց, որ սա է այն անձնավորությունը, որի համար ասվում է անապատում կանչողի ձայնն է, որ պատրաստ է Տիրոջ ճանապարհը նրա առաջին։ Այսինքն Տիրոջ սորական Տիրոջ չէ, աստվածային Տեր։ Աստված Տիրոջ ճանապարհը նրա առաջին։ Եվ հենց առաջին կոնթացիների մեկին էլ ինչ ասում է, Աստված մեզ կանչում է Քրիստոսին, եւ ինքն էլ գիտեք, որ Տիրոջ մասին խոսքը սա է, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք չի կարողանա մոտենալ Աստծուն, եթե ոչ Քրիստոսով։ Այսինքն Տերը, ասենք Հայր Աստված ոչ մեկին չի ընդունում առանց Քրիստոսի։ Քրիստոսով պիտի լինի, Քրիստոսի միջոցով պետք է լինի։ Դրա համար խոսքը այսպես էր ասում, ինչպես եղբայրը հիշեցրեց, որ եթե մեկը գա ուրիշ Քրիստոս քարոզի, ուրիշ ավետարան մի ընդունեք, որտեղ ուրիշ Քրիստոս եւ ուրիշ ավետարանը մարդուն Աստծուն չեն մոտեցնի։ Հակառակ կհեռացնեն, մեղքերի մեջ կտանեն, թեկուզ Քրիստոս են կոչում, թեկուզ ավետարան են կոչում նրանց քարոզած ավետարանները, ինչպես որ օրինակ բարգավաճման ավետարանը ամբողջովին մարդու ուշադրությունը փողի վրա է, ոչ թե Տիրոջ վրա։ Սա հեռացնում է մարդուն Աստծուց եւ Աստծո բարգություն է գալիս մարդու վրա։ Եվ իրավունք ունենք ասելու, որ դեսների մի լսեք, որովհետեւ դա Տիրոջից չի։ Իսկ ոմանք նեղանում են, ասում են, ինչու են ասում մի լսեք այդպիսին, դե եթե ուզում ես գնա լսի կտեսնես քո ավարտը։ Ուրեմն հիմքը սա է, Աստծոց առաջի խոսքը ավետարանի, արքայության ավետարանի խոսքը որ սկսվեց, ապաշխարեք, այսինքն դարձեք Տիրոջը, դարձեք Տիրոջ եւ Տիրոջ ասածով գնացեք, ապրեք, որպեսզի փրկվեք, եթե չէ, ուրիշ փրկություն չկա, գրքում գրված է Գործք առաքելոց 4:10, որտեղ երկինքի տակ մարդկանց տրված էլ ուրիշ անուն չկա, որով կարելի լինի մարդը փրկվի։ Այդ անունը Հիսուս Քրիստոս անունն է, որով կարելի է փրկվել։ Եվ ես հիմա ուզում եմ անցնենք մի քիչ առաջ, նորից ասակի հիշենք, որ Տերը ասում է պտղից ճանաչեք, իրենց պտղից ճանաչեք։ Այո, անհնար է, որ չգան, որտեղ անգամ Տերն էլ հայտնություն տվեց, հայտնեց այսինքն մասին,
Սա կարդամ այդ տեղերը, որ սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ կգան, այսինքն ինչ է նշանակում սուտ օծյալ եւ սուտ մշակ։ Իբր Աստծո ծառաներ են, իբր Քրիստոսի ծառաներ են։ Կգան եւ իրենց խոսքը կասեն։ Իհարկե ավետարանի խոսքը եթե ասող լինեին, նրանք սուտ չէին կոչվի։ Բայց որ սուտ են կոչվում, նշանակում է նրանք շեղված են ավետարանի ճշմարտությունից, ավետարանի քարոզությունից, խոսքից։ Դա համար Տերը զգուշացնում է զգուշ կացեք։ Եվ ես ուզում եմ մեկ հատված կարդալ օրինակ Մատթեոսի 24-ի 4-րդ եւ 5-րդ խոսքերից, սա է ասում Տեր Հիսուսը, ասում է Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց, իհարկե աշակերտների պատասխան, որտեղ նրանք հարցնում էին աշխարհի վերջի նշանը եւ նրա գալստյան նշանը։ Եվ իր գալստից առաջ, աշխարհի վերջից առաջ Հիսուսն պատասխանեց եւ ասում է զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որտեղ շատերը կգան իմ անունով եւ կասեն թե ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորացնեն։ Այսինքն այստեղ մեկը կարող ասել միշտ էլ եղել են սուտասաններ, սուտ Քրիստոս, սուտ մարգարե, սուտ, բայց այստեղ հարցը այդ քչի մասին չի, շատ սուտ Քրիստոսներ եւ շատ սուտ մարգարեներ, միշտ հետո կարդամ, շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կխաբեն։ Եվ երբ որ Տիրոջը այդպես հարցնում է, Տերը պատասխան տվեց, Տերը նորից խոսեց երկրի վրա կատարող նշաններից, արևի խավարումից, լուսնի խավարումից, պատերազմներից եւ այլ 24 խոսքում, սա 4-5-րդ խոսքն էր, որ կարդացի, բայց 24-րդ խոսքում 24-ում ասում եմ, որտեղ սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ դուրս կգան եւ նշաններ ու հրաշքներ կան, եթե կարելի լինել ընտրվածներին մոլորացնել։ Այսինքն նաեւ Տերը հայտնում է, որ այնպես չի, որ միայն իրանց անունը դնեն մարգարե կամ Քրիստոս, օծյալ, այլ նրանց ձեռով հրաշք ու նշան էլ կլինի։ Եվ այսօր մենք ցավալի կրկնել ենք նորից Տերը առաջնորդում է, որ սա խոսվի, որտեղ օրինակ սխալ չի, որ մենք իրար հետ պայմանավորվենք եղբայրներով, ժողովրդի դժվարությունն ինչ է, ժողովրդի կարիքն ինչ է, դրանից խոսենք։ Դա հակառակ չի Աստծո գործին։ Բայց ժամանակը լինում է, որ մենք հենց ուղղակի Աստծուց էլի առաջնորդվում ենք, օրինակ այսօրվա խոսքը, որ եղբայրը խոսեց, իրար հետ չենք պայմանավորվում, բայց համարյա նույն հիմքեր ունի, նույն պահանջը ունի զգուշանալու եւ ասում է կգան շատերը եւ կմոլորացնեն։ Հարցը սա չի, որ պետք է գան եւ ասեն ես եմ Քրիստոս ուղղակի անգամ նշաներ, հրաշքներ, բայց ցավալին որ ասեցի սա է, որ շատ եկեղեցիներում ժողովրդին ուզում են իրենց մոտ քաշեն ոչ թե ճշմարտության պատճառով, ոչ թե Աստծո պատճառով, այլ մեկ էլ ռեկլամներ են անում իրենց հենց ժողովների վրա, հրաշքներ, նշաններ, բժշկություններ, գուցե լինում են, բայց ով է անողը, սա արդեն հարցական է, Քրիստոսն է, թե ուրիշն է, արդյոք չեն հայտնվել այնտեղ սուտ մշակներ, չար մշակներ, սուտ Քրիստոսներ, սուտ մարգարեներ, դա համար հարցը նշանը չի, հրաշքը չի, բժշկությունը չի, հարցը սա է, ումն ես դառնում, դեպի ում ես գնում, Քրիստոսին, թե ուրիշ մեկերին, նրանց ճանապարհը ուրիշ ճանապարհ է, մահվան ճանապարհ է, վեր կգնան եւ կմոլորեցնեն, եթե կարելի լինել ընտրվածներին էլ։ Արդ ահա ձեզ ասեցի, այսինքն Տերը այսպես ասում, ահա ես ձեզ զգուշացեցի,
թող մեկ իրեն չխափի։ Հույսս դրել եմ Աստծո վրա, վերջ, Աստված ինձ կպահի, լավ է, որ հույս ունես, եթե իրական է։ Բայց Տերը չի ասում միայն հույս ունեցի եւ վերջ դու կպաշտպանվես։ Ահա ձեզ առաջացրեցի, այսինքն մի ենթարկվիր այդ ստերին։ Տերը չի ասի գլուխդ բաց թող ու գնա, ես այդ քեզ չեմ թողի մոլորվես, չէ, Տերը մեզ նախ որ կանչում է ապաշխարության, մեզ է կանչում ապաշխարության, չի ասում, ոնց ես ապրի, ես քեզ կապաշխարցնեմ եւ դու ճիշտ գնաս անկախ քեզանից, չէ, Տերը մարդու գիտություն, հասկացողություն է տալիս, որ մարդը ճիշտը ընտրի, ճշմարտությունը ընտրի։ Եվ Տիրոջ ճանապարհով գնա։ Եվ մեկ ուրիշ հատված կարդամ, բայց ուշադրություն դարձեք, ուզում եմ միասին մենք մտածենք, լավ այդ սուրբ Քրիստոսները, սուրբ մարգարեները, չար մշակները, իրենց գործը ինչումն է, ինչ են անելու։ Խնդրում եմ, իր մեջ պատասխան տա, լավ ինչ ասանց գործը, ինչ են անելու, եւ չեմ ասում սխալ պատասխան կտակ դուք։ Այո, գուցե ոմանք սխալվեն պատասխանի մեջ, բայց հիմա մենք հենց այդ ենք օգնում, որ այդ սխալ պատասխաններից դուրս գան ճիշտ նայեն, ուղիղ նայեն։ Նախ հիմնականում մենք նայենք Քրիստոսի աշխատանքը եւ մարգարեների կամ առաքյալների աշխատանքը ինչումներ։ Հիշում եք ինչումներ։ Նրանք ինչ աշխատանք էին տանում, որ այսօր աշխարհը հենց աշխարհի ամենամեծ զենք հետ է դարձել։ Նրանք կարելի ասել բացահայտման աշխատանք էին տանում։ Այսօրվա լեզվով ինֆորմացիոն գործ էին անում, ինֆորմացիա էին տալիս, ինչպիսին է Աստծո արքայությունը, ինչպիսին է Քրիստոսը, ինչպիսին է ճշմարտությունը, ինչպիսին է ապաշխարությունը, բացատրում էին, որն է ապաշխարությունը, որ ասենք նրանց ամբողջ աշխատանքը ինֆորմացիայի վրա էր, տեղեկատվության վրա էր։ Դրա համար աշխարհը այսօր հենց թեկուզ չարության կողմով որ անում են, ասում են մեր ամենամեծ զորությունը ինֆորմացիան է, լրատվություններն են։ Որ դրանով իրենց ուզածը նստեցնեն ժողովրդի մեջ, բայց երանի նրանց, ովքեր ճշմարտության ինֆորմացիայով կլցվեն, ոչ թե ամեն տեսակ ինֆորմացիայով։ Հիմա Տերը եկավ ավետարան քարոզելու։ Ճիշտ է, որ Տերը նաև բժշկություն էր անում եւ տարբեր գործեր անում, բայց նրա հիմնական գործը սա էր՝ ավետիք տալու, կյանքի մասին խոսելու, խոսք խոսելու, որին պետք է հավատան, ընդունեն եւ այդ ընդունելության պատճառով Աստծուց ընդունված կլինեն եւ կապրեն։ Հիմնական աշխատանքը հիմնական կարելի ասել, հիմնականից ավելի լավ ինչ բառ կասեք ինձ, լասեք, օգնեք ինձ։ Հա? Երակշիռ, այո, ապրես։ Երակշիռ գործը ինֆորմացիա տալն էր։ Աստծո մասին, Աստծո գործերի մասին, հենց մարդու մասին, սա ինֆորմացիա է, որ բացահայտում են մեր հիվանդությունները, մեր մեղավոր լինելը, մեր ապագան, եթե չապաշխարենք, ոչ թե Աստված դատում էր, այլ բացահայտում էր մեղավորի վերջը ուր է լինելու, որտեղ է լինելու, բայց ապաշխարողի վերջը որտեղ է լինելու։ Հիմնականում տեղեկատվության վրա, այսինքն տարածված համազգային, ոնց ասած, համաշխարհային, միջազգային խոսքը ինֆորմացիայի վրա էին աշխատում։ Տերը ճանաչում էր հորը, ճանաչում էր իրեն, ճանաչեցնում էր իր ծառաներին, իրեն լսողները ինչպիսին պետք է լինեն, ճանաչեցնում էր ծրագրերը, ճանաչեցնում էր գաղտնիքները, որ Աստծո մոտ կան, ապագան եւ նման այդ տեքստից ամեն ինչ որ Աստծո մոտ կար, որ Աստված տվել էր, որ Տեր Հիսուսը մեզ հայտնի
եւ որպես Քրիստոսից աշակերտված սովորած այդ բաները Քրիստոսի համբարձումից հետո գնացեք ինչ որ ձեզ սովորեցրեցի այդ ինֆորմացիան տվեք աշխարհին ամեն ազգերին Նույն սա կարևոր հարց է նայեք դուք ինչ եք սովորեցնում այնպիսի ինֆորմացիա չտաք որ ավետանը չունի հետո իզուր բարկություն բերենք մեզ վրա բայց սուտ Քրիստոսների սուտ մարգարեների արածն ինչա Եթե ճիշտ լինեին, սուտ չէին կոչվի, Քրիստոսն է նրանց անվանել սուտ։ Ասում նրանք են լուրեր տալիս, նրանք են ինֆորմացիա տալիս, Աստծո մասին, իբր թե փրկչի մասին, կյանքի մասին, ապաշխարության ավետարան, բայց տեսնում եք, Քրիստոսի ավետարանը խոսում էր մարդու մեղավորության վրա, մարդու մեղավորությունից ազատման վրա, սրանք այսօր օրինակ Էլ չեմ ուզում ձեր գլուխը կոպիտ ասած ուռցնեմ այդ ինֆորմացիաներով սուտ այլ հենց հայտնի ինֆորմացիաներից մեկը բարգավաճման ավետարան մենք գիտենք Քրիստոսի ավետարան կոչվում է թագավորության ավետարան Աստծո ավետարան փրկության ավետարան այս բարգավաճմանը որն է հիմնական դրա կենտրոնական ծրագիրը փող Աստված ասում է ապաշխարեք այդ ագահությունից սրանք մարդուն մեղում բերում կապում են հարստության ու ասենք փողի վրա բայց կուրությունը ժողովրդի գիտեք ինչու՞ն է չեն էլ հարստանում հարստությունը միայն հասնում է իրենց հոյուներին ինքնաթիռներ են առնում շենքեր են շինում ու պատկերացրեք 16,000 մարդ կարող է տեղավորել իրենց դահլիճում մի քանի 100 միլիոնանոց տներ են շինում եւ ասում են այո ճիշտ է տեսեք մենք բարգավաճեցինք այդ ավետանով բայց ավետանով դուք մաքուր աշխատանքով փողը ձեռք բերեք թե միամիտների խափելով նրանց փողը վերցնել ձեր համար տներ շինելով ինքնաթիռներ գնելով բարգավաճման ավետան այս բավական է սա ձեզ ասի որ այդպես բան ավետանում չկա Պատահական չի, այս օրերին, այսինքն այսօր չէ, մեկ ավետարան եմ կարդում, իբր թե նոր թարգմանություն է։ Նոր թարգմանություն է սկսում կարդալ, ճիշտ ասած համ բարկանում եմ, համ էլ ստիպված կարդում եմ, որպեսզի բացահայտեմ դրանց այդ վիճակները։ Ավետարանը ունի իր բանալի խոսքերը Բոլորը փոխված է։ Բարի բառը փոխել են լավ։ Մանր, բայց դերը մարմին բառը ուրիշ բանի հետ են փոխել, որ սկզբից եւ այդ մինչեւ ծննդոց մինչեւ հայտնություն Աստված այդ մարմին բառը ամենը իր մտքի մեջից ծրագրի մեջ պահում է տեղում, բայց նրանք չեն պահել։ Կամ հազարամյակներով ճանաչված հայտնի արդեն թևավոր խոսք կա, օրինակ Հուդայի մասնասման, նա որ ինձ հետ հաց էր դում կրունկ բարձրացրեց ինձ վրա։ Սրանք փոխել են ուրիշ բան են գրել։ Բոլորովին ուրիշ ավետարան, դու չես կարող իրար կողդենես, նմանեցնես իրար։ Այսինքն սուտ, մշակների, չար մշակների գործը սա է, որ նոր ինֆորմացիա տան, սխալ ինֆորմացիա տան Աստծո մասին, Քրիստոսի մասին, կյանքի մասին, ապաշխարության մասին, ինչ որ քրիստոնեական հիմքեր են, դրանց մասին սխալ ինֆորմացիա տան։ Ուրեմն նորից կարդում եմ Մատթեոսի 7:15-ից 20-ը Տիրոջ զգուշացման մասին է, ասում է զգուշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձով, այսինքն բարի, արարածի տեսքով, իբր անմեղ, միամիտ, անվտանգ, ոչխարը վտանգավոր չի, բայց սուտ է։ Դա համար Տերը զգուշացնում է ինչպես նաև ճանաչել։
Բայց ներսևանց հափշտակող գայլեր են, իրենց պտուղներից նրանց ճանաչեք։ Միթե փշերից խաղող են խաղում կամ տատասկից թուս, այսպես էլ ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում և չար ծառ չար պտուղ։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Տերը սա սիմվոլիկ առակ է ասում, բարի չար նկատի ունի հենց մարդկանց, բայց այդ թարգմանությունների մեջ լավ ծառ, չգիտեմ, պտղաբեր ծառ են փոխում բարի փոխարեն, դե պետք է հասկանաս, էլի, որ պտղաբեր է, ուրեմն բարի է, էլի, բայց ասում է չար պտուղ էլ կա։ Պատկերացնում եք։ Եվ ասում է ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրում է և կրակի մեջ է գցվում։ Բայց ինձ գրած ասենք օրինակ ամեն ծառ, որ լավ պտուղ չի բերում, լավը դու կարաս հասկանաս մեծ, փոքր կամ գունավոր, հա? Բայց Տերը շեշտը դնում է վարքի վրա, բարի կամ չար, ոչ թե լավ, փարթամ կամ լավ պտուղ է տրվել, փարթամ պտուղ է տրվել։ Դրա համար առանց հասկանալու փոխել են, թե հասկանալով են փոխել, Աստված գիտի ամենքի դատավոր ինքն է։ Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց։ Այսինքն չար մշակների ինչպես ճանաչել նրանց։ Կամ ինձ հենց շատ ժամանակ մենք մեզ էլ հաճախակի կշեռքին ենք դնում, Աստծո կշեռքին։ Հաճախակի դնում ենք ճշմարտության կշեռքին, տեսնենք ճշմարտությունը մեզ ինչպես կկշռի։ Ցույց կտա, որ մենք սխալ ենք, չենք բավարարում այդ վիճակը, թե նորմալ ենք։ Դնում ենք, արդյոք ես այսքան աշխատում եմ։ Իմ աշխատանքը վերջում կգնահատվի Աստծո մոտ որպես բարի աշխատանք։ Կգնահատվի որպես ճիշտ գործ։ Թե աշխատեմ, վերջում մի փաստի առաջ կանգնում, Աստված բացի ապացուցի, որ քո աշխատանքը ճիշտ չի եղել, դու դատվելու ես։ Ինչ եմ անելու այդքան տարուց հետո։ Դրա համար մինչև որ հասնեմ վերջը բացահայտվի, դրա համար մենք շուտ-շուտ պետք է մեզ կշեռքի դնենք, շուտ-շուտ մեզ ստուգենք, ամեն մեկս։ Ոչ թե սա ասում եմ միայն ուրիշների համար կամ ձեզ համար, այլ բոլորիս համար։ Թե ուրիշներին կարող ես կշռել տեսնել իրենց պտուղներից, թե մենք ինքներս մեզ տեսնենք, ինչ է իմ պտուղը, բարի է թե չար է։ Եթե չար է շուտ արագ հանի չեք մահացե մեռը, ապաշխարենք, որ չդատապարտվենք։ Բայց չար մշակների աշխատանքը նաև սա ինֆորմացիան ինչ հարցում է։ Իհարկե ասեցի ձեզ, կյանքի հարցում, ապաշխարության, ասենք ավետարանական հիմնաքարերի, հիմքերի խախտում են նրանք առաջացնում։ Ոչ թե մի երկու ճիշտ բան ասում են, մեկը տեսպես խումբ կա, որ շեղված գնում է, խոսել եմ նրանց առաջնորդի հետ։ Եղբայր ջան, կարևորը մենք սուրբ երրորդությունը ընդունում ենք, վերջ, պահ, այս էլ դարձավ միակ հիմքը, որ ոնց ես հասկանում, հասկանում ես Աստված իր մեջ Հայր, Որդի և Սուրբ Հոգին է, բայց ինչպես ես ճանաչում այդ Հորը, Որդին և Սուրբ Հոգուն, այդ էլ արդեն հարցական է, որ միայն այդ խոսքը նախադասություն ասելով չի։ Ինչ են անում այս չար մշակները, սուտ Քրիստոսներն ու սուտ մարգարեները և ուշադրություն դարձրեք, որ ասի ինֆորմացիոն գործ են անում։ Նրանք ինֆորմացիոն գործ են անում, ոչ թե միայն մարգարեն ու սուտ Քրիստոսը, այլ նաև սուտ վարդապետները, սուտ ուսուցիչները, նրանք են ինֆորմացիա են տարածում ժողովրդի մեջ, ճանաչողություն են տալիս, բայց սխալ Աստծուն և Աստծո գործերի մասին։ Եվ այս չար մշակների հիմնական գործը սա է, փոխել կարծիքը ճշմարիտ Քրիստոսի մասին, փոխել կարծիքը Տիրոջ ծառաների մասին, աշխատողների մասին։ Այնպիսի բաներում մեղադրեն, հիմա Քրիստոսի չեն կարող վերցնեն ու մեղադրեն, արդեն պետք է հարձակումը Տիրոջ աշխատողների վրա է։ Տերը ասեց, չէ,
իրաղոտքի մեջ հայր ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, այդպես էլ ես եմ նրանց ուղարկում աշխարհ։ Աշխարհը ուղարկել եւ ինչպես որ ես էի, այդպես էլ դուք պիտի լինեք։ Եթե աշխարհը ինձ ընդուներ, ձեզ էլ կընդունի։ Բայց եթե տան տիրոջը Բեղզեբուղ անվանեցին, տան անդամներին ավելի եւս, այսինքն աշխարհը սուտ Քրիստոսները, սուտ մարգարեները, սուտ ուսուցիչները եւ նրանց հետևող սուտ հոգևորները հիմնական հարձակումը տիրոջ ծառաների վրա է լինելու, որպեսզի մարդկանց հիասթափեցնեն, չթողեն նրանց տված ինֆորմացիան լսես։ Եվ դրա պատճառով ինչ են անում։ Շատ ստեր են օգտագործում, սուտ վկայություններ, որոնք չունեն ոչ փաստացի հիմք, ոչ էլ մարդ վկաներ, որ կանգնեն երես առ երես ապացուցեն, որ այդ մարդը այդպիսի բան է արել։ Նրանք անհայտ, ասենք ես քանի օր առաջ եղավ էլի հարձակում, չարախոսություն, անպատվություն, հայոյություն Facebook-ով։ Եվ նրանց մոտիկ մարդիկ կան, հարցնում են, «Էս ինչի մասին որ գրել եք, դուք ճանաչում եք», չէ ասում եմ։ Տեսել եք երբևիցե, չէ, տեսնում եք չեմ ճանաչել, որ գա քո առաջ կանգնի ճանաչես, չէ։ Դու լսել ես նրա բերանից նման բան, չէ։ Տատին ասե։ Լավ է, տատին սաղը թաղելու է։ Այդ ստերով, որ դարձել է ձեր մոտ գործ։ Կամ էլ տատու քուրը։ Ասել է, դրանք էլ հայելել են մի խումբ մարդիկ անցել են գործի, անպատվության։ Ծառը պետքից է ճանաչում, քրիստոնյան այդպիսի ճանապարհ չունի։ Անպատվի ստի վրա առանց ապացուցելու, առանց վկաների, առանց փաստերի դնի մա։ Հենց սա չար պտուղ է, որ այդ մարդիկ ունեն, սուրբ պտուղ չունեն, չճանաչած մարդու կամ չապացուցված հանցանքի համար դնեն ու տարածեն, խոսեն, բայց հարցը ինչու՞ն է։ Իրենք իրենց վախճանը կստանան Աստծուց։ Այդպես չփախուս չունեն։ Բայց հարցը սա է։ Եղբայրը կարծած, չէ՞, չլինի թե ձեր միամտությունով ինչպես Եվան խաբվեց։ Հիմա մնում է արդեն Տիրոջ հետևողներին, որ ասում կամ մոլորացնեն, եթե հնարավոր լինի ընտրյալներին էլ։ Այսինքն արդեն մնում է ով է հավատում իրենց ինֆորմացիային, նա մոլորվում է, կործանվում է։ Հիմնական նրանց աշխատանքը անարգել, անպատվել Քրիստոսի ավետարանը, նոր ավետարաններ, նոր հասկացություններ, նաև անպատվել Տիրոջ ուղարկածներին։ Դեր ասում ինչ որ որպեսզի պատվեն ձեզ պատվողը ինձ է պատվում, ինձ պատվողը իմ ուղարկողին է պատվում։ Հավասար վերաբերմունք, ինչպես որ վերաբերվեցին Աստծո ուղարկածներին, նույն վերաբերմունք հենց Աստծո հանդեպ է։ Ընդունեցին ձեզ, ինձ են ընդունում, ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում։ Դերը խիստ կապել է իր հետ, բայց մարդիկ առանց վախենալու մոլորեցնեն սուտ մարգարեները, առաջին մոլորության առաջին գործը սա է, Աստծո ավետարանից, ասենք Քրիստոսի քարոզած ավետարանից եւ Աստծո ծառաներից քեզ կտրեն, որպեսզի դու ճշմարիտ ինֆորմացիա չունենաս։ Բայց միամտության պատճառով շատերը գնում են, իբր թե Քրիստոսի մասին է խոսում, Աստծո մասին է խոսում, բայց ինչ է խոսում։ Տերը ձեզ պահի, Աստված ձեզ պահի։ Զգույշ եղեք։ Ամեն Քրիստոս ասողը չի, որ նրան պետք է լսենք, ամեն ավետարան ասող, ամեն փրկություն, ամեն եսիվ ինչ պտղից նայեք։ Ծառը պտղից ճանաչեք։ Եթե այդքան արդար են, ինչ են սուրբ գործեր անում։ Ինչ են զրպարտություններ անում։ Ինչ են հայոյություններ անում։ Եվ չարի ազդեցություն կա նրանց մեջ։ Տեսնում ես նրանց այդ հայոյողին, անարգողին պատասխանողները այսպես են, վայ սիրտս հովացավ, որ դրանց կպար։ Իրանից նրանց աշխարհով մեկ հայտարարք են։ Շուտվանից է ուզում սենց բան տեսնել իրենց հանդեպ,
Այսինքն խոստովանում են ատելությունը, նրանք մարդասպաններ, նրանք քրիստոնյաներ չեն, նրանք բարի պտուղ չունեն, իրենք են խոստովանում իրենց սրտի չարության մասին, որ ասում վաղուց է սպասում այսպիսի մի բանի, որ այս մարդիկ կամ այս մարդը անարգվի։ Միամիտները կշարունակեն գուցե տեսնեն, էլ ինչ է ասում, էլ ինչ է ասում, խաբում է քեզ, մի նայի, մի լսի։ Կամ ասում են, ով է մարդը, որ ասում է սրան նրան մի ընդունեք, այո։ Մարդը հիվանդացել է, տարել են ստուգման, տեսել մի փոքր ուռուցք ունի։ Բժիշկներն ասում են, եկեք հանենք այդ ուռուցքը, քանի չի բարդացել։ Այս տատիկն ու իրա քուրը կամ կարևոր չի շուտ, գնում են ասում են, չգնաս, մենք դավանում ենք, որ դու առողջ ես։ Չեն թողում գնա։ Բարդանում է և մահացավ։ Այդ հիվանդը մեռավ։ Նորից երկրորդ անգամ ուզում է բժշկի գնա։ Բժիշկն ասում պետք է հեռացվի, նորից չեն թողնում։ Մենք հետ չենք, տեղյակ չենք, հետո իմանում ենք, մեկ էլ մնացել է մի երկու օր, որ հոգին տա, նորից են ուզում գան, մենք էլ ասել, ես օրինակ անձամբ ասել եմ, այդ մարդկանց էլ գալիս են որպես բարեկամ թողան, բայց որպես խոսք խոսող չթողեք կան, խոսեն, ինչ արեցին, որ հետո ինչ անեն, սա մի օրինակ է, բայց սենց հազարավոր օրինակներ կան, սուտը, այդ սուտ խոսողը իր մեջ ունի ստության աղբյուր, ունի ստության աղբյուր, մարդ է կործանում, ասում եք, չէ, դու հետը մի խոսա, հենա քո պատճառով եք եմ մահվան եզրին, դու ով ես, որ չթողես ինքը խոսի, բա ոնց, թողենք ինչ ուզում անի, էլի, անտերության, նրանք ուզում են, որ սահման չճանաչեն, սահմանափակում չլինի իրենց համար, բայց հենց Տիրոջ խոսքը սահմանափակում է դնում այդ չար մշակների առաջ, մի թողեք, մի լսեք, սա մարդկային հրաման չի, Տիրոջ հրաման է, և մենք Տիրոջ հրամաններով պետք է ապահովվենք, Աստված ձեզ օրհնի, և Փիլիպպեցիներից մի հատված կարդամ ու կվերջացնենք, ասում է զգուշ կացեք շներից, 3-րդ գլուխ 2-րդ խոսքից, զգուշ կացեք շներից, շուն նկատի ունեն ինչ-որ մարդկանց, ոչ թե այս փողոցի պտտվող շներից, զգուշ կացեք չար մշակներից, զգուշ կացեք կրճատությունից, կրճատություն գիտեք ինչ է, այդ ժամանակ մարդիկ կան, որ թլպատվում էին, ասում են, ով որ թլպատված չի, ինքը երկինք չի մտնի, մի միամիտ քույրիկ էլ ժողովի ժամանակ ասում, բա եղբայր ջան, մենք ինչ անենք, որ մտնենք երկինք, բայց ճիշտ ասում, ճիշտ անենք, տեղին չէ ժողովրդի մեջ այդ հարցը, բայց ճիշտ հարց է, նորմալ մարդը մտածում է, եթե չթլպատվես, երկինք չես մտնի, մենք ինչ անենք, ասում է, ոչ մի բան մի արա, կփրկվես, իսկ որոշ տեղեր, անգամ կանաց թլպատելու ձերին ճար է, սարսափելի խայտառակություն, բռնել 8 օրական, որ մարդկանց թլպատվեն, տղերքին թլպատվեն, սրանք բռնել աղջիկերքին ինչ-որ հատված կտրել էին, բոլոր աղջիկերքը չբեր դարձան, մեծացան երեխա չեն ունենում, հետո ընկել էին այս կողմից, այն կողմից, մերձավոր արևելքի այդ ժողովրդից են, ընկել էին ռուս աղջիկներ տանեն, ուկրաինացիներ տանեն իրանց կնիկ, ես իմ հայեր տանեն ու մտան, որ գոնե երեխա սերունդ ունենան, աղջիկերքին թլպատելու իբր ձևն էլ ճարեցին ու անզավակ արին բոլորին, միլիոնավոր մարդկանց դու պատկերացրու մինչև այդ երեխան մեծանա, որ հետո պարզվի սա ինչի վրա է ազդել, տեսեք ինչքան երեխա է թլպատվելու աղջիկ։ Եվ հետևանքները չեմ ասում, ինչ հետևանք ունեցավ, ինչ դժբախտություն միլիոնավոր մարդկանց գլխի։ Աստված թող ձեզ պահի։ Զգուշ կացեք շներից, ասենք են կծողներից,
հաչողներից, տրտնջացողներից, քրտնջացողներից։ Այստեղ ասում է Պողոսը։ Հոգի չունեն, տրտնջացող, քրտնջացող մարդիկ են սրանք։ Աստծո հոգով չեն առաջնորդվում։ Միշտ բամբասում են, միշտ չարախոսում են, միշտ սուտ ինֆորմացիա են տարածում, չար մշակներից, որոնք ուսմունք են փոխում, ավետարան են փոխում, մարդիկ ոչ կարդում են, ոչ բան, հավատում են, այդ ագա ինչ ասեց, անգամ ժուրնալիստների նկարանան ժամանակ ասա, փող տվեք, որ Աստված ձեզ օրհնի։ Ախի, Աստված, դու եք քեզ տվել, դե դու օրհնի, դու հետ դու փողա։ Դուք վերցնում ուտում խմում եք, միլիոնանոց տներ եք շինեմ, 100 միլիոնանոց տներ եք շինեմ, ու ինչ եք անում։ Ասում եք թող Աստված տա, մենք վայելենք, Աստված էլ թող ձեզ տա։ Եթե Աստված ինչ-որ բան էլ ունի, օրինակ, Աստված ունի իր ծառայությունների համար, իր ժողովրդին ապահովության համար, ոչ թե անհատի համար, որ անհատը գնա ու հետո ասում են Աբրահամը հարուստայել է, Դավիթը հարուստայել է, հա, բա մոռացա, Սողոմոնն էլ հարուստել է։ Ինչքան թագավոր ու համար առաջին մարդիկ կան հարուստ բերում են, բա ինչի՞ չեք հիշում աղքատ Ղազարոսին, մնացած ամբողջ Իսրայելի ժողովրդին, որոնց մեջ լիքը աղքատներ կային։ Ինչի դրանց չեք հիշում, որ Աստծո ժողովուրդ են սակայն։ Սա չարպտուղ է, որ առանց ապացուցելու, առանց վկաների, առանց դեմ առ դեմ խոսելու, առանց փաստերի մարդու կմեղադրեն։ Սա հենց չարպտուղ է, հենց հիմնական գործը, որտեղ ասում է սատանան երկնքից ընկավ, վիշապը եւ գիշեր ցերեկ չարախոսում է ումից Աստծո ծառաներից, Աստծո զավակներից չարախոսում է գիշեր ու ցերեկ։ Այսինքն նրա սուտ մարքաների եւ չար մշակների աշխատանքը սրանում է։ Առաջինը